Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է սեպտեմբերի 29-ի համար։ Օրը երեքշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք կարող են հրավիրվել հարսանիքի, ոմանք նաև ամուսնության առաջարկ ստանան, սիրո խոստովանություն, կամ դուք անեք, կամ պատրաստվում եք ուղղակի, կամ գնալ հարսանիքի, կամ դեր հարսանիքն է, ինչ-որ մարդկանց հետ կվիճեք, ովքեր երկերեսանի են եւ այդ օր կողն ինչ-որ ձեզ բարկացնում են բավականին շատ, վիճում եք։ Օրվա ընթացքում գումար կծախսեք կամ գումար կստանաք, այստեղ կարող է ամեն ինչը անսպասելի լինի, հանկարծակի լինի, չմտածված նաև այդ գումարը կարող եք ծախսել։ Ինչ-որ մի բան տեսնել, միանգամից գնել կամ ինչ-որ անսպասելի մի տեղից գումար գա։ Ձեր գործերը մի փոքր կմղեք առաջ, ոմանք սիրային հարցերը կլինի դա, ոմանք մոտ էլ նաև գործերը, աշխատանքը եւ այլն։ Նաև այդ օրը ոմանք սեր խոստովանեն, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք իրենց լավը զգան, սիրված զգան, ինչ-որ պահել լինի, որ ձեզ ուրախացնի, այդպես սիրտը թրթռա, եւ օրվա վերջը ինչ-որ հարցում ելք եք փնտրելու, ինչ-որ հարցին լուծում տալու համար է այդ ելքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին սեպտեմբերի 29-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ժամի հետ կապված իրադարձություններ կան այստեղ, որ մի տղայի հետ կարող եք ժամ պայմանավորվել, նաև պետք է գնաք կամ այդ օրն եք պայմանավորվում կամ արդեն պայմանավորված եք առավոտյան եւ պետք է գնաք հանդիպման տվյալ անձնավորությանը։ Եվ այստեղ զգուշ եղեք, որպեսզի չվիճեք ձեր ընտանիքի անդամների հետ, ձեր հարազատների հետ եւ ձեր երկրորդ կեսի հետ։ Օրվա ընթացքում ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև կարող ինչ-որ տղայի հետ ժամի մասին խոսեք։ Միգուցե դեր տնօրենն է, միգուցե ինչ-որ մեկն է, որ այս ժամին այստեղ պետք է լինենք եւ նմանատիպ այլ հարցեր։ Նաև սեղանի շուրջ եք նստելու օրվա վերջ եւ իհարկե օրվա ավարտին այստեղ ունենք հաջողություն, ինչ-որ գործերը կզարգանան, առաջ կգնան, առաջ կմղեք ինչ-որ հարցեր, ինչ-որ գործեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, ոչ է փաստաթուղթ, ոչ է տեղեկատվություն կստանաք, եթե ինչ-որ բաներ եք պատվիրել, այդ պատվերները կգան, եւ եթե ինչ-որ մեկը ձեզ այդ օրը ինչ-որ բան առաջարկի, լավ մտածեք, երկար մտածեք, անմիջապես մի ընդունեք այն, մի վստահեք տվյալ անձնավորությանը։ Եվ կարող է շատ այսպես ինչ-որ բոցավառ մի հատ ինչ-որ նորություն լսեք, ինչ-որ տեղեկատվություն լսեք, որը կարող է ձեզ մի փոքր այստեղ նեղվում եք, կարող եք նաև տխրել այդ լուրը լսելուց։ Երեկոյան ինչ-որ դեպրեսիվ վիճակ է, ասա, ինչ-որ մի բանից նեղված եք, ինչ-որ կամ մեկից եք նեղված, կամ ինչ-որ բանից եք նեղված։ Նաև այստեղ արտասվում եք, սա էլ կա։ Հուզվում եք, արտասվում։ Միգուցե այդ այնց է ինչ-որ լսում եք, կամ ուշադիր եղեք, որ ուղղակի ձեզ չխաբեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին սեպտեմբերի 29-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ որ հարցին ելք եք փնտրելու եւ այն հաջողությամբ կգտնեք, կկարողանաք այդ հարցին լուծում տալ այդ օրը։ Օցեր կան, նախանձություն, բամբասանք, խոսակցություններ, նմանատիպ վերաբերմունք, այստեղ նաև կարող է լինել նոր սեր, նոր հարաբերություններ սկիզբ եւ կարող է դա են նախանձում, դրա վրա են նախանձությունները, դրա համար այդ խոսակցությունները ոմանց սերկ խոստովան են, դուք սերկ խոստովան եք, գուցե այդ օցերի վերաբերմունքը ձեզ համար, հա, ոչինչ չի նշանակում, ոչինչ չի փոխի ձեզ մոտ։ Օրվա վերջ այստեղ կարող է խոչընդոտներ լինեն եւ եթե վիճեք կամ վիճում եք, որովհետեւ ուշ է լինում ինչ որ մի բան, կամ կվիճեք դրանից հետո ուշանա։ Այն որ մարդիկ ինադու ձեզ կարող են այնպես անալ, որ ուշացնել ինչ որ մի բան ձեր վեճից հետո, դրա համար կարողացեք այդ օրը ձեզ ուղղակի զսպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը երկերեսանիներ կան, ովքեր որ դե կարող են նաև այնպես անել, որ դե չգիտեմ, դրա հետ կապեմ թե ոչ, չեմ կապում լավ։ Երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նաև կարող եք սպասել ինչ-որ մեկին, ինչ-որ բանի սպասել, ինչ-որ բանել փակ է, ինչ-որ չի ստացվում։ Խոչընդոտներ կան, բայց բացելը միայն կախված է ձեզանից։ Դուք պետք է ինչ-որ մի բան անեք այն բացելու, այն անելու համար, ուրիշ ոչ ոք։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, օրվա վերջը այստեղ ոմանք շատ աշխատանք կունենան անելով, նավը պատվեր եք կատարում, պատվեր եք անում, նաև աշխատանքի եք ընդունվում կամ հարցազրույցի կարող եք գնալ, շատ աշխատանք ունեցեք կարող։ Նաև պետական աշխատողը ում հետ որ կարող եք հանդիպել, նա որ ձեր տնօրենն է ում հետ որ կարող եք հանդիպել, կամ պետական աշխատողը ոչ է մասնագետը, ոչ է ինչ-որ մեկն է ում հետ որ կարող եք պայմանագիր կնքել, նաև աշխատանքներ կարող են տանել ձեր հարսանիքի վերաբերյալ կարող գնալ, ոչ է մասնագետի հետ խոսել, պայմանավորվել հարսանիքի հետ կապված ինչ-որ արարողության այդ աշխատանքների հետ կապված։ Ոմանք էլ կարող են գնալ ոչ մասնագետի մոտ այդ օրը հանդիպեք, խոսեք կամ զանգահարեք։ Նաև այդ օրը ոմանք կարող են ամուսնության առաջարկ անեն կամ դուք եք դիմում ինչ-որ մի մասնագետի, որ այդ դիզայն անեն եւ դուք ամուսնության առաջարկ անեք, ոչ աղջիկը այդ կապված է թե ով եք, հա, ով է նայում տղա թե աղջիկ է։ Համենայն դեպս նաև սա գործարք է, գործարք, որը որ դուք կանեք եւ կարող ինչ-որ ձեր մասնագիտականի հետ կապված կարող ինչ-որ գործ են տալիս ձեզ, ոնց որ ցիկլային անընդհատ անեք, անընդհատ նույն բանը կարող եք անել։ Այն ինչ-որ պատվեր տամ, որ շատ է եւ դա մշտապես պետք է անեք։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ մտածմունքներ ունեք, հարցականներ կան, որոնց պատասխանները չգիտեք և դրանց պատճառով կարող եք վիճել դիմացինի հետ։ Ինչ-որ բաներ են, որ չգիտեք, ձեզ չեն ասում, ինչ-որ սկսում եք կասկածել կողը և դրա վերաբերյալ սկսում եք վիճել։ Օրվա ընթացքում նաև կարող եք հուզվել, նաև արտասվել, չգիտեմ ինչի համար, որտեղ չի երևում։ Նաև գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք այդ օրը և երեկոյան հույս ունեք, միգուցե գումարի հետ է կապված, հույս ունեք, միգուցե գումարն է ինչ-որ մի բան է, որ հույսով եք, հույսով լցված եք, որ այն կլինի, որ այն կստացվի և նմանատիպ այլ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հեռախոսազանգ կունենաք, դուք եք զանգարում, ինչ-որ մի կես ժամ եք պայմանավորվում, ժամը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը, որ ինչ-որ գործեր անեք, ինչ-որ բաներ անեք, նաև ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, ժամը դրա համար է շատ կարևոր։ Եվ իհարկե այստեղ այցելություն հիվանդանոց, կամ հիվանդին եք այցելում, կամ նաև ինչ-որ մի բան է այնտեղ, բժշկական կենտրոն է, որտեղ որ գնալու եք։
Նաև սա հիվանդը կարող է ձեզ թողնել ժառանգություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում։ Կախված է ոչ է տղայից։ Եվ առաջ խաղացում են, այստեղ կամ դուք եք գորգռացել ժամանակին, կամ հիմա կարող եք այդ օրը կարող եք գորգռալ ավելի բորբոքել այդ պահը, որ չի ստացվում ինչ-որ մի բան։ Դա մարիայի պետք է զսպեք ձեզ այդ օրը։ Սեղանի շուրջ եք նստելու, այդ գորգռալու եք ինչ-որ մեկի վրա, հենց դա է, որ առաջ խաղացումը կարող է կանգնեցնել, այն ինչ-որ դուք պետք է անեիք, չեք կարողանում անել, որովհետև այն ինչ-որ մեկից է կախված, այդ տղամարդուց, գուցե իր վրա եք գորգռում։ Նաև ոմանք կարող են գորգռալ իրենց երկրորդ կեսի վրա, ընտանիքի անդամների վրա, գործնական որևիցե հարաբերություններ են այստեղ եւ իրանց վրա եք գորգռում, իրանց հետ է վեճը։ Վեճ չի ավելի շատ դուք եք գորգռում, դուք պետք է կարողանաք ձեզ զսպել, որպեսզի չգորգռաք։ Նաև կարող են ձեզ ամուսնության առաջարկ անել, եւ դուք գորգռաք, կարող ինչ-որ մեկն է, որ ում չէիք ուզում եւ իր ամուսնության առաջարկությունից գորգռում եք։ Նաև ինչ-որ միտեղ կարող եք գնալ, երկար մնալ, ինչ-որ բան է դանդաղում, դրա համար եք գորգռում, ինչ-որ գործին վերաբերվող, նաև հանդիպում շփում կունենաք որևէ տղամարդու հետ կամ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է ոմանց համար, հանդիպում նաև մասնագետի հետ, կարող մասնագետն է այդ տղան, եւ տան հետ կապված իրադարձություններ կան այդ օրը։ Միգուցե տան իրերի հետ կապված, տան առքու վաճառքի, տան վարձակալության եւ այլն, ընտանիքի անդամների նաև, ներսում։ Այսքանը ձեզ համար մի փոքր եւ խառը եւ հետաքրքիր օրեր։ Դե ինչպես որ ասում են, օրեր կան այդպես, եւ պետք է այդ օրերը ուղղակի կարողանաս կամ ոչ լուր լինես, կամ փորձես մի կերպ տանել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, նոր ծանոթություն է, որի ընթացքում նաև ինչ-որ մի բան ձեզ կտանջի, կսկսեք տատանվել, մտածել, ծանրութեթև անել, լավ լուր կլսեք հիվանդանոցից, բարի լուր, լավ պահեր են, ուրախ բարձր տրամադրություն կունենաք, այնտեղ ինչ-որ մի բան տեղի կունենա, միգուցե ծննդաբերում են, միգուցե նաև դուրս եք գրվում, օրինակ դուք կամ դուրս են գրվում ինչ-որ մարդիկ։ Եվ երեկոյան պետք է շատ ուշադիր լինել, այստեղ ինչ-որ խարդախություն կա գումարի հետ կապված։ Մի վստահեք ոչ ոքին, կարող եք ինչ-որ թակարդում լինել։ Նաև գումարի հետ կապված ոչ է հանկարծակի լուր կիմանաք, օրինակ կարող եք իմանալ, որ հիվանդանոցից դուրս գրվելուց ինչ-որ մեկ իր գրպանն է բացել եւ որոշել ձեզանից գումար պահանջել բավականին մեծ թիվ։ Շատ կան, այնպես ոչ ոք թող չասի, մենք ենք ունեցել Հայաստանում եւ հիվանդանոցային պայմաններ եւ իհարկե ծննդաբերություն, գրպանները լավ էլ լայն բացում են եւ պարտադրում գումար 100,000 եւ այլն, այնպես որ չի բացառվում, որ նմանատիպ ինչ-որ մի բան լսեք, սա նյարդերի վրա ալտում, չեմ կարողանում գլուխն ուտեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այճեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այճեղ ջուրներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի այճեղ ջուրներ, այդ օրը ոչ է բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, գուցե ծննդաբերության, հղիության եւ այլն, շատ լավ լուր է։ Բայց հետո այստեղ ինչ-որ դեպրեսիվ վիճակ է ձեզ մոտ, տխրություն է, հետո վեճ։ Այդ վիճակից կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ։ Նաեւ ձեր գործերը մի փոքր առաջ կմղեք, շատ չէ, գնալ ոչ մասնագետի մոտ եւ մասնագետը ձեր գործերը առաջ մղի կամ օգնի, որպեսզի ձեր գործերը առաջ մղեք։ Այսքանը։
Ոչ ոչինչ չունեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող գնալ երկար, մնալ այդպես, կամ ինչ-որ բան է դանդաղում, դեռևս ոնց որ սպասում եք օրվա ընթացքում, որ այն լինի, այն գա, տեղ հասնի, օրվա ընթացքում եւ հաջողություն ունեք այդ օրը։ Այսքանը, ինքը լիարժեք չի, հա, ինչ-որ մի բան էլ պետք կլիներ, բայց չեմ գտնում։ Միամենայն դեպս կարող է այն ինչ որ կանգնած էր առավոտյան, հետո հաջողություն եք ունենում, հա, հետո հաջողությամբ այն կատարվում է, այն լինում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին սեպտեմբերի 29-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ երկակի պայեր կան այդտեղ, մի կողմից խոչընդոտներ են, մյուս կողմից ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, հա, կարող ինչ-որ մի ոլորտում խոչընդոտներ են, ինչ-որ մի ոլորտում այնպես է լինում, որ ձեր տրամադրությունը բարձրանում է։ Նաև պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, որոնք որ այդ օրը պետք է անեք, գուցե դա է ձեզ ուրախացնում, հանդիպում, շփում կունենաք որևիցե կնոջ հետ,
Օրվա ընթացքում հաջողություն ունեք, նաև ինչ-որ մի պահ է, կարող է ինչ-որ մի հարցում հաջողություն է, նաև նորություն կլսեք, տեղեկատվություն, փաստաթուղթ կարող եք ստանալ, միգուցե դա է հաջողությունը ձեզ, կամ հաջողությամբ ինչ-որ մեկին նվաճա փաստաթուղթ եք ուղարկում, հասնում է տեղ, ճիշտ ժամանակին, ճանապարհ կամ կգնաք, կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ։ Եվ երեկոյան չգիտեմ ինչու դեպրեսիվ վիճակ է ձեզ մոտ, ինչ-որ պահեր կան, տրամադրության անկում, հա, այսպես ինչ-որ բաների մասին կարող եք մտածել եւ տրամադրությունը գցել։ Նեղված եք, հա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։